Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք ևս մեկ շատ կարևոր թեմայի մասին, խոսելու ենք Սև լուսնի կամ այսպես կոչված Լիլիթի մասին։ Այո, աստղաբանության մեջ Սև լուսինը անվանում են Լիլիթ եւ Լիլիթ անունը կրողները թող չվիրավորվեն դրանից, որովհետեւ Սև լուսինը ինքնին լավ բան չէ։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ է դա։ Մենք երկնակ ամառում ունենք լուսին, սիրելիներս, ունենք լուսնի այն մութ կողմը, որը մենք երբեք չենք տեսնում, եւ դա կոչվում է Սև լուսին, քանի որ այն մոլորակ չէ, այն ընդհանրապես ֆիքսված կետ է, այդ իսկ պատճառով նրա ազդեցությունը մեր կյանքի վրա այնքան էլ ուժգին չի անդրադառնում, որովհետև Լիլիթը պետք է կազմի որոշակի բացասական ասպեկտացիաներ, լարված ասպեկտացիաներ, որպեսզի մենք զգանք նրա ազդեցությունը մեր կյանքի վրա, սակայն այն լուսնի մութ կողմն է։ Եվ բացի Սև լուսնից ունենք նաև սպիտակ լուսին, որ աստղաբանության մեջ այլ կերպ կոչվում է Սելենա։ Սելենայի մասին կխոսենք արդեն հաջորդ հոլովակների ընթացքում։ Այսօր խոսելու ենք Սև լուսնի մասին, ինչ է իրենից ներկայացնում Սև լուսինը։ Սիրելիներս, Սև լուսինը Լիլիթը այս պահին գտնվում է աղեղնավորի նշանում, այնտեղ մուտք է գործել դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 20-ից եւ այստեղ լինելու է 9 ամիս, այսինքն պատրաստվում է աղեղնավորի նշանից դուրս գալ 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Նախ հասկանանք, թե ինչ է Լիլիթը իրենից ներկայացնում։ Նշեցի արդեն Լիլիթը լուսնի սև կողմն է, այսինքն սա մեր թաքնված վախերն են, մեր կոմպլեքսներն են։ Եվ բացի դրանից Լիլիթը ներկայացնում է իրենից նաև դավաճանություն, այսինքն հիմնականում այդ դավաճանություն կոչվածը տեղի է ունենում հիմնականում Սև լուսնի բացասական լարված ասպեկտացիաների ժամանակ, երբ Սև լուսինը մարդուն, հատկապես թույլ կամքի տեր մարդուն կարողանում է ուղղորդել, դրդել այսպիսի իրավիճակների։ Սև լուսինը իրենից ներկայացնում է նաև բամբասանքը, նրա էությունը կապված է բամբասանքի հետ, որովհետև այն թիկունքից է հարվածում, այսինքն այն թաքնված է, մարդու հետևից է ցանկանում խոսել։ Եվ նաև Լիլիթը կամ Սև լուսինը կապված է գայթակղությունների եւ նաև մեղքերի հետ, չէ՞ որ վերը նշածս բոլոր երևույթները համարվում են մեղքեր եւ նշանակում է Սև լուսինը կապված է այդպիսի իրավիճակների հետ, հատկապես երբ այն կարելի ասել լավ ասպեկտացիա է կազմում, ճակերտավոր լավի մասին է խոսքը, որովհետև ցանկացած Լիլիթի ասպեկտացիա այն բացառիկ լավը լինել չի կարող եւ այստեղ մարդիկ գայթակղվում են, օրինակ արագ ֆինանսներ ձեռք բերելու հնարավորություններով կամ որոշակի մեղքեր են գործում պահի ազդեցության տակ։ Սա Լիլիթի էությունն է եւ հասկանում ենք, որ որտեղ գտնվում է Սև լուսինը կամ Լիլիթը, այնտեղ մենք պետք է զգուշանանք։ Այս պահի դրությամբ այն գտնվում է աղեղնավորի նշանի տակ, իսկ աղեղնավորը իր հերթին ուրեմն ներկայացնում է կրթությունը, ուսումնական բոլոր գործընթացները, սկսած նախադպրոցական կրթությունից մինչև բարձրագույն կրթություն, սիրելիներս, նաև ինքնազարգացման ծրագրերն են սրանք, այստեղ Լիլիթը կարող է առաջացնել խնդիրներ, գայթակղություններ, այսինքն մարդը ցանկանա կրթություն ստանալ, բայց սխալ ճանապարհով գնա, սխալ ձևով կրթվի, այսինքն անընդհատ ինչ որ փոխի ուսումնական հաստատություններ կամ ուսուցիչներ եւ չկողմնորոշվի, թե ինչ է իրեն պետք։ Նաև Լիլիթը կարող է խնդիրներ առաջացնել ճամփորդական իրավիճակներում, աղեղնավորը նաև ներկայացնում է ճամփորդությունները եւ նշանակում է, որ այստեղ վիզաների, դեսպանատների, փաստաթղթերի հետ կապված նույնպես կարող է Լիլիթը առաջացնել խնդիրներ։ Աղեղնավորի նշանը նաև իր էությամբ կապված է դատական բոլոր գործընթացների հետ, դատական ատյանների հետ եւ հնարավոր է, որ այստեղ նույնպես Լիլիթը առաջացնի որոշակի ձգձգումներ, խնդիրներ, դատական այնպիսի հանգուցալուծումներ, որոնք մարդու համար կլինեն
ճակատագրական եւ նաեւ Սև լուսինը իրենից ուրեմն ներկայացնում է աղաղնավորում խնդիրներ, որոնք կապված են օտար երկրացիների հետ, օտար լեզուների հետ, օտար մշակույթի հետ, աղաղնավորը սերտորեն կապված է այս ամենի հետ եւ նշանակում է շատ զգուշ ենք լինում օտար երկրացիների հետ շփվելիս, օտար մշակույթ ներկայացնելիս կամ օրինակ ասենք օտար լեզու սովորելիս։ Իսկ սեպտեմբերի 14-ին արդեն Լիլիթը կթողնի այս ամենը, մուտք կգործի այդ եղջյուրի նշան եւ այստեղ սիրելիներս պատրաստվում է լինել կրկին շուրջ 9 ամիս մինչեւ 2027 թվականի հունվարի 11-ը։ Դե ինչ, եկեք հասկանանք, թե յուրաքանչյուր նշանի համար այդ եղջյուրը ինչ ոլորտ է նշանակում եւ որտեղ պետք է զգուշանալ եւ հատկապես այն ժամանակ, երբ Սև լուսինը կամ Լիլիթը կկազմի լարված ասպեկտացիաներ որևէ մոլորակի հետ։ Դե ինչ գնացինք, սեպտեմբերի 14-ից Լիլիթը մուտք է գործում այդ եղջյուրի նշան, որը խոյերի համար 10-րդ ոլորտն է։ Սիրելիներս 10-րդ ոլորտը սա բարձրագույն ոլորտն է եւ խոյերը պետք է զգուշանան իրենց անուն հեղինակության հետ կապված, չէ որ մարդիկ կարող են շատ բան բասել նրանցից եւ նրանց անվան հետ խաղալ։ Նաև այդ եղջյուրի նշանը ներկայացնում է խոյերի համար ամուսնական կարգավիճակը եւ կարող է Լիլիթը այստեղ առաջացնել կոնֆլիկտային իրավիճակներ, անգամ ամուսնալուծություններ։ 10-րդ ոլորտը խոյերի համար նաև կարիերան է եւ պաշտոնն է եւ այստեղ նույնպես կարող են առաջանալ որոշակի խնդիրներ։ Ցուլերի համար Լիլիթը մուտք է գործում 9-րդ ոլորտ, սիրելիներս 9-րդ ոլորտը սա կրթությունն է, ուսումնական գործընթացներն են, դատական պրոցեսներն են, ինչու՞ չէ նաև փաստաթղթային հարցերն են եւ ճամփորդություններն են եւ ցուլերը շատ ուշադիր պետք է լինեն, ուրեմն 2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի հունիսի 11-ը այսպիսի գործընթացներում ներգրավված լինելու ժամանակ, որովհետև հնարավոր է փաստաթղթեր կորցնեք, հնարավոր է դատական ինչ-որ գործընթաց ոչ ի օգուտ ձեզ ավարտվի, կամ ինչու՞ չէ նաև ասենք հնարավոր է, որ օրինակ ինչ-որ քննություն ձախողեք։ Երկվորյակների համար այդ եղջյուրի նշանը ներկայացնում է 8-րդ ոլորտը, սիրելի երկվորյակներ, սեպտեմբերի 14-ից սկսած պետք է շատ զգույշ լինեք ֆինանսական գործողություններում, հատկապես եթե դրանք բանկային գործարքներ են եւ մեծ ֆինանսների հետ են կապված։ Այստեղ Լիլիթը կարող է գայթակղություններ առաջացնել եւ դուք կարող եք իրոք մեծ ֆինանսներ կորցնել։ Խեցգետինների համար այդ եղջյուրի նշանը սա 7-րդ ոլորտն է։ Սիրելի խեցգետիններ, դուք ընդհանրապես շատ ուշադիր պետք է լինեք ձեր կողքի մարդկանց հանդեպ, որովհետև նրանք կարող են ձեր դեմքին ժպտալ, բայց ձեր հետևից բան բասել։ 7-րդ ոլորտը նաև մեր թշնամիներն են եւ այստեղ Լիլիթը կարող է ակտիվացնել նրանց։ Առյուծների մոտ այդ եղջյուրի նշանը 6-րդ ոլորտն է։ Այստեղ առյուծները պետք է շատ ուշադիր լինեն իրենց աշխատանքային պարտականությունների հանդեպ, որպեսզի ղեկավարության կողմից արժանանան լավ վերաբերմունքի։ Բացի դրանից դուք պետք է նաև ձեր առողջության նկատմամբ շատ ուշադիր լինեք, որովհետև Լիլիթը ճիշտ է առողջական լուրջ խնդիրներ չի առաջացնում, սակայն գերհոգնածության դեպքում կարող եք ունենալ խնդիրներ արդեն։ Կույսերի մոտ այդ եղջյուրի նշանը 5-րդ ոլորտն է։ Սիրելի կույսեր, սա սերտորեն կապված է երեխաների թեմայի հետ, շատ ուշադիր եղեք, եթե դուք ունեք օրինակ չափահաս երեխաներ, նրանց հետ փոխհարաբերություններին շատ ուշադիր եղեք։ Նաև 5-րդ ոլորտը սա սիրահարվածությունն է եւ ուշադիր եղեք, եթե օրինակ սիրահարվում եք սեպտեմբերի 14-ից հետո, տեսեք արդյոք այդ մարդը համապատասխանում է ձեր երազանքների ասպետին, որովհետև նա կարող է թվալ այդպիսին, բայց իրականում կարող է լինել ինչ-որ մի շարքային սուտասան։
Կշեռքների մոտ այծեղջյուրի նշանը 4-րդ ոլորտն է, սիրելիները, սեպտեմբերի 14-ից հետո ուշադիր ենք լինում մեր անշարժ գույքի հանդեպ, ուշադիր ենք լինում ընդհանրապես մեր տան անդամների հանդեպ, մեր ծնողների հանդեպ, որպեսզի մեր տան անդամները մեզ չխաբեն, որպեսզի անշարժ գույքի հետ կապված ինչ-որ սխալ փաստաթղթային հարցեր չլինեն, կամ օրինակ եթե դուք վաճառում եք կամ գնում եք, այստեղ պետք է շատ ավելի ուշադիր լինեք։ Կարիճների մոտ սա 3-րդ ոլորտն է, սիրելի կարիճներ, սեպտեմբերի 14-ից հետո շատ ուշադիր եք լինում փաստաթղթային հարցերի նկատմամբ, նաև ավտոմեքենա գնելիս կամ վաճառելիս այստեղ ձեզ կարող են խաբել։ Եվ նաև բացի դրանից 3-րդ ոլորտը սա քրոջ կամ եղբոր հետ կապված փոխհարաբերություններն են, նրանց հետ կապված նույնպես շատ ուշադիր եղեք, որովհետև Լիլիթը կարող է կոնֆլիկտներ առաջացնել ձեր և ձեր մտերիմի միջև։ Աղեղնավորների մոտ սա 2-րդ ֆինանսական ոլորտն է, սիրելի աղեղնավորներ, սեպտեմբերի 14-ից հետո մի փոքր դուք կթեթևանաք, որովհետև Լիլիթը դուրս կգա ձեր առաջին ոլորտից, սակայն մուտք կգործի ֆինանսական ոլորտ, 2-րդ ոլորտ և այստեղ ձեր գրպանի գումարը դուք էլ չեք հասկանա, թե ինչպես կծախսեք անիմաստ բաների վրա, այստեղ Լիլիթը դրդում է գայթակղությունների և մարդը ցանկանում է այնպիսի անիմաստ բաների վրա գումար վատնել, որի համար հետո զղջում է։ Այծեղջյուրների մոտ իհարկե սա առաջին ոլորտն է, սիրելի այծեղջյուրներ, ամենից ուշադիրը դուք պետք է լինեք, թե ինչպես եք շփվում մարդկանց հետ, թե ինչ տիպի մարդկանց հետ եք շփվում և ընդհանրապես ձեր առողջության նկատմամբ, ձեր ֆինանսների նկատմամբ և ընդհանրապես ձեր անձի նկատմամբ, որովհետև առաջին ոլորտը սա հենց մեր անձն է, մեր էգոն է և նշանակում է Լիլիթը հենց այնտեղ է, այնտեղից էլ մեզ դրդում է սխալ քայլերի և սխալ մարդկանց հետ փոխհարաբերությունների։ Ջրհոսների մոտ սա 12-րդ ոլորտն է, սիրելի ջրհոսներ, ընդամենը մեկ խորհուրդ կարող եմ տալ սեպտեմբերի 14-ից հետո, եթե ձեզ ինչ-որ մեկը կվստահի իր գաղտնիքը, մի պատմեք ոչ մեկին, որովհետև դուք կարող եք դրա պատճառով հայտնվել շատ լուրջ կոնֆլիկտի կենտրոնում, իսկ եթե դուք ունեք գաղտնիքներ, ապա փորձեք դրանց մասին չհիշել և չպատմել ոչ մեկին։ Ձկների մոտ, սիրելիներս, սա 11-րդ ոլորտն է, սիրելի ձկներ, սեպտեմբերի 14-ից հետո սև լուսինը մուտք է գործում ձեր 11-րդ ոլորտ, սա նշանակում է ընկերական միջավայրում կարող են առաջանալ կոնֆլիկտային իրավիճակներ, ինչու չէ նաև բամբասանք։ Դե ինչ սիրելիներս, այսքանը այս հոլովակի մասին, սև լուսնի էության մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։